Նշանվել ես ուրիշի հետ։ Եկել եմ շնորհավորեմ։ Իմ խեղճ Շողանուշ, դու սխալվում ես։ Ես քիչ առաջ երդվեցի մի նվիրական գործ կատարել, բայց Աստված գիտե երբ կհասնեմ նպատակիս։ Բայց երբ վերադառնամ, այլևս ես աշխարհին չեմ լինելու։ Ես գիտեմ, որ դու ինձ չես սիրում։ Լացիր սիրելիս։ Թող լացի նաև մայրս։ Քանզի դուք կտանջվեք, բայց կխնդան ուրիշները։ Ահ, Շողանուշ, այս րոպեից ես այլևս ինձ չեմ պատկանում։ Այո, գիտեմ։ Մեր տարաբախտ աշխարհին նորից աղետ ու պատերազմ։ Այո, մեծ պատերազմ, որ ես մենակ պիտի գրվեմ, թե որ պարտվեմ, կպարտվի նաև մեր աշխարհը։ Վստահ եղիր, դու կհաղթես։ Ես կսպասեմ քո վերադարձին։ Ես պետք է ամուրի մնամ, ծառայեմ ուրիշներին։ Ամուսնացիր, զավակներիդ ես լույս կտամ։ Արի եղիր, հաստատակամ ու երջանիկ։ Աստված քեզ հետ։ Ես հավատում եմ քո խոսքերին։ Դու մի սուրբ ես։ Մնաս բարով։ Շողանուշն է մեր գրության առաջին զոհը։ Ինչքան սրտեր պիտի արյունոտվեն մինչև փրկարար լույսը ժայթքի։ Թե չծագեց։ Ոչ կծագի։ Հոգուս ուժով կորած լույսը ես աստղերից ցած կբերեմ։ Իսկ թե չեղավ, ես իմ սիրտս կվերածեմ կանթեղի ու կկախեմ մեր երկնքից։ Իսկ որպես սնունդ, հոգիս կտամ մանուկներին մեր աշխարհի։ Մեր իշխաններ, ձեզ հրավիրել ենք մեր երկրին ու եկեղեցուն մտահոգող խնդիրների շուրջ խորհրդակցելու։ Ինչ վտանգ է մեզ սպառնում, Տեր թագավոր։ Վտանգը առայժմ մեզ մոտիկ չէ, բայց եթե նախորոք առաջ չառնենք մի օր կշառաչի։ Մենք չենք կարող Տիզբոնի հետ պատերազմել։ Բայց ներկայիս վտանգը Տիզբոնից չէ, վտանգը հոգու մտքի մթությունն է։ Պետք է լուսավորենք մեր ժողովրդին, եւ այդ փրկելու համար հարկավոր է ստեղծել սեփական տարրեր։ Տեր թագավոր, դա տերության գործը չէ։ Այդ մասին թող մտածի եկեղեցին։ Եկեղեցին ամենինն է, բայց հիմա տագնապալի դրության մեջ է։ Ժողովուրդը անտարբեր է։ Տաճարները դատարկ են միշտ։ Լուսավորչի հանցանքն է։ Մարմնով տկար էինք, հոգով էլ մեզ ստրուկ դարձրիք։ Բնական է, վեհապար Տեր։ Օտար լեզվի աղոթները ժողովուրդը չի հասկանում։ Ճիշտ է, չենք ժխտում։ Եկեղեցուն իշխում են հույն ասորի քահանաները, որոնք անծանոթ են մեր ազգային սովորություններին, նույնիսկ ատում են մեր ժողովրդին եւ պարծենում, որ իրենց լեզուներով աստվածաշունչ ունեն։ Իսկ մենք հայերս անլեզու ենք։ Նրանք մոռանում են, որ մեր հացն են ուտում։ Ցավալի է, շատ ցավալի։ Նրանք էլ գանգատվում են, որ իշխաններն են գրգռում ժողովրդին։ Ու մղում են ցոփուչան, հեթանոս խրախճանքի։ Չմոռանամ ասել, վեհապար Տեր, մի հույն երեց գողացել է եկեղեցու սպասները։ Ասում է, որ մեր կայսրը շատ կախորժ է այս ոսկե անոթով գինի խմել։ Ես էլ անձամբ նրանցից դժգոհ եմ։ Բայց ինչ արած։ Մենք դեռևս չունենք պատրաստ քահանաներ։ Ժողովուրդը կես հեթանոս է։ Եթե լինեին մեր տարերը, լույս կտայինք հոգիներին։
Իսկ Դանիելից դեր լուր չկա, ողորմաստեր։ Նոր բան չկա։ Իսկ ինչպես գիտես վեհապարտեր, ուղարկած հին տարրերը չեն համապատասխանում հայոց լեզվի հնչյուններին։ Ոչ ոք չի ըմբռնում մեր խորվիշտը։ Հայրապետները միշտ ասում են, կրոնը միացում է, զորացում, փրկություն։ Բավական է հեքնես խորխորունի։ Անզոր է սուրբ կրոնը, եւ անզեն է ու անլեզու։ Պետք է զինել, իսկ մեր զենքը մեր գրերն են, որ մենք չունենք։ Պետք է հաստատ ձեռք բերենք այն։ Իսկ ով կտա մեզ անձնվեր մի մարդ, որ փրկի մեզ այս վիճակից։ Սրցավորեն պիտի ասեմ, որ վտանգը անչափ մոտ է, իսկ մենք շատ փոքր ենք, չենք դիմանա թշնամու հարվածներին։ Ես փրկության հույս չեմ տեսնում։ Մնում է որ թեքվենք դեպի հույները։ Սխալվում ես, մամիկո։